ասեք կանենք, պարոն քաղաքապետներ ասում, ասեք կանենք, այս ասեք ավելեց, ընտրեցին, որ ավելի։ Չեն ասել տնտեսվարողները, բայց անում է Ավինյանը, քանդում է գնունու շուկայի մայթի կրպակները։ Մարդկանց տեղ չեն տալիս, հնարավորություն չեն տալիս ապրելու։ Ամոթ քաղաքապետին։ Մարդկանց օրվա հացը ապահովող կրպակների մնացորդներն են տանում աղբավայր։ Տնտեսվարողներն անզոր հետևում են, թե ինչպես է իրենց տարիների չարչարանքը քանդվում րոպեների ընթացքում։ Այլ ընտրանք պետք է լինի, այս մարդիկ պետք է աշխատանք ունենան, թող նախ տեղավորեն, հետո նոր մտածեն քանդելու մասին։ Ձեզ փողոց են գցում, ձմեռվա դիմաց, ինչ, մեղքը չեն։ Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով տնտեսվարողները 3-ից 4 ամիս է գիտեին, որ գնունու շուկայի հարևանությամբ գործող ապօրինի կրպակները պետք է հեռացվեն։ Մարդկանց ժամանակ են տվել, որ իրենց գլխի ճարը տեսնեն։ Այդ ժամանակը ըստ պայմանավորվածության սեպտեմբերի 30-ն է։ Երեք մեր համապատասխան աշխատակիցները մոտեցել են, նախազգուշացրել են, որ ձեր կողմից խնդրած ժամկետը սպառվել է եւ վաղը ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու։ Ռուբեն Խոջայանը պնդում է, որ ապամոնտաժված կրպակները որևէ փաստաթուղթ չեն ունեցել։ Նախ իրանք չունեն որևէ իրավական կարգավիճակ, մայթային հատվածն է զբաղեցնում։ Ինքն հետիոտնի անցուդարձին խոչընդոտումը եւ նաեւ երթևեկությանն է խանգարում։ Բացի այդ էլ այդ կրպակները իրանք արդեն առանց համապատասխան թույլտվության իրենց գործունեությունն են իրականացնում։ Քաղաքապետարանը ոչ բոլոր կրպակներն է քանդել։ Դրանցից մի քանիսի փաստաթղթերը պետական գրանցում ունեն։ Դրանց ժամկետը լրանալուց հետո այդ կրպակներն էլ են ապամոնտաժվելու։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մոնոյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։